Բարև ձեզ, իմ զրուցակիցը էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երևանը փաստորեն խորհրդային քաղաքներից ամենաաղտոտվածներից էր, ինչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Այո, խորհրդային տարիներին Երևանը մնացած խորհրդային քաղաքներից առանձնանում էր նաև իր աղտոտմամբ, թեև խորհրդային տարիներին բնապահպանական, էկոլոգիական կամ շրջակա միջավայրի խնդիրներին այդքան շատ ուշադրություն չէին դարձնում, այսինքն առաջնահերթությունը այլ տեղում է։ Եվ Երևանը լինելով նաև արդյունաբերական քաղաք, օդի աղտոտմամբ եւ ոչ միայն օդի շրջակա միջավայրի մեծ բաղադրիչներով, այո, առանձնանում էր։ Այսօր էլ երևի բան չի փոխվել, մենք էլի առանձնանում ենք։ Նաև մենք մի հետազոտություն էինք կարել եվրոպական քաղաքների, 21 եվրոպական քաղաքների շարքում, նաև Երևանն էինք հետազոտել փոշու եւ փոշու տարբեր մասնիկների եւ քիմիական կազմի մասին, եւ ցավոք սրտի Երևանը առանձնանում էր նաև եվրոպական տարբեր քաղաքներից իր աղտոտման մակարդակներով։ Արդյոք ինչպես կարող են պաշտպանվել։ Ես օրինակ տեսնում եմ հայտարարությունը, որ պիտի դիմակներով գալ, դա իրատեսական չի։ Իրատեսական չի, չէ՞։ Օրինակ դուք հիմա ոլորտի մասնագետ եք, գիտեք դա ինչքան կարևոր է, բայց դիմակով ման չեք գալիս։ Եվ այլ ինչ այդպիսի բաներ կա, որոնք իրատեսական են, մարդը կարող է կիրառել։ Ես ունեմ նորածին երեխա։ Ես չգիտեմ, լավ է իր հետ գնալ զբոսնելու, որովհետև մաքուր օդը արդեն ճակերտավոր հասկացություն է, թե ավելի լավ է, որ երեխան զբոսանքի դուրս չգա։ Շատ ճիշտ հարցադրում եք անում։ Քաղաքներ կան, որտեղ էլի օդի աղտոտման մակարդակները եւ բնական եւ անտրոպոգեն պայմաններում հաճախ են փոփոխվում, ընդ որում նաև սեզոնային կտրվածքով, այնտեղ կան վաղ կանխազգուշացման համակարգեր, որ երբ որ բարձրանում է օդի աղտոտումը, կարմիր լույսը վառվում է, տեղեր կա ավտոմատացված, տեղեր կա ոչ ավտոմատացված, հրահանգ է գնում այդ քաղաքի պատկան մարմիններին, դրանից հետո արդեն օրինակ ձեռնարկություններին, հետո տրանսպորտի պատասխանատուներին, հետո դպրոցներին, մանկապարտեզներին եւ քաղաքի կյանքը կանգնում է։ Միջև այդ ցուցանիշների լույսը կարմիրից իջնում է դեղին, կամաց, օրինակ դպրոցները, մանկապարտեզները բացվում են, հետո իջնում է, չգիտեմ, կանաչ, արդեն բոլորը իրանց Հիմա մեզ մոտ վստահ եմ կարմիր է։ Հիմա մեր մոտ պետքա որ կարմիր լինի քանի օր, փառք Աստծո մենք այսօր գոնե մոնիտորինգ ունենք քիչ թե շատ իրականացվող եւ ինֆորմացիայի պակաս չունենք ու ինչ մահիմացիալ անմահություն, այսինքն ինչ պետք է անի հասարակ քաղաքացին, որպեսզի պաշտպանվի։ Եթե պատկան կառույցները չեն անում, քաղաքացին ինչ անի, գոնե իր մասով։ Երեխային հիմա ենթադրում եմ, որ պետք չի տանել զբոսանքի։ Այո, երեխային պետք չի, սպորտով դրսում զբաղվել պետք չի, պետք է հնարավորինս գնալ կանաչ տարածքներ, թեկուզ քաղաքի ներսում, բայց կանաչ տարածքների, այն խորը հատվածներ, որոնք քիչ թե շատ հեռու են ազդեցությունից, եւ երևի գնալ Երևանից։ Մի հարցազրույց նշել եք, խոնավ փոշ է մաքրում, այսինքն տան փոշին հնարավորինս ջրով փորձել։ Այո, բայց եթե դուք փորձ դնեք տնային, շատ հաճախ եթե հատկապես ձեր շենքի կողքը կան շինարարություններ, դուք կարող եք սրբել փոշին խոնավ, հետո ժամանակ դնել կես ժամից, մի ժամից, 2 ժամից, փորձել հասկանալ, թե երբ այդ փոշին նորից նստում, այսինքն ընթաց շորը պետքա ձեր ձեռքում լինի, որպեսզի կարողանաք ամբողջը փոշե մաքրեք եւ չեզոքացնեք։ Ֆիլտրեր կան տարբեր եւ այլն, բայց դրանք ֆանտաստիկայի դաշտից են, չեմ կարծում, որ Իդեպ այդ մասին հիմա շատ խոսում են, որ տանը օդ մաքրող։ Չեմ կարող արդյունավետությունը ասել լավ է թե վատ է, որովհետեւ գիտեք, քանի դեռ գիտական ապացույցներ չկա, չես կարող ասել։ Առաջ ասում էին սուրճը օգտակար չի, հիմա չէ, ոնց որ թե սուրճ պետքա խմել։ Այսինքն քիչ ժամանակ է անցել գնահատելու համար։ Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց ես չեմ կիրառում դա ոչ իմ տանը, ոչ իմ երեխայի համար, ոչ էլ աշխատավայրում։ Դրանք կարող են ինչ-որ ձևով պաշտպանել, բայց դրանք խնդիրները չեն լուծում։ Այսինքն մենք կարիք ունենք Երևանում եւ ոչ միայն Երևանում, նաեւ մնացած քաղաքներում, որոնք աղտոտված են այս կամ այն տարով, հասկանալ ոնց պետք է այդ լուծումները տալ եւ ամեն ինչ բերել կենտրոնացնելով Երևանում, մենք այդ հարցը հաստատ չենք լուծելու։ Այս աննախադեպ շինարարական, բոմի երկար տարիներ իրականացվող մենք այդ հարցը չենք լուծելու։ Երկար տարիներ կետային շինարարությունը փոխել է Երևանի օդափոխության բնական վենտիլյացիոն համակարգը, այն համակարգը, որը Թամանյանը նախատեսել էր եւ նախագծել էր։ Այսինքն մենք այդ խնդիրներ ունենք, բայց շատ քաղաքներ, որոնք այդ խնդիրները ունեցել են, քիչ թե շատ լուծել են։ Եթե մենք չունենանք հասարակական տրանսպորտի ճկուն աշխատող համակարգ, ժամանակակից համակարգ, մեր ամեն ընտանիքում 1, 2, 3 մեքենաներ են ունենալու։
Այսինքն բնապահպանական միջոցառումները բոլորը մի հատ չեն, նրանք շղթայական են։ Այսինքն եթե մենք տրանսպորտը լավացնենք, մենք կունենանք նշանակալիորեն տրանսպորտային այդ հոսքերի նվազում, որովհետև մարդը կիմանա, որ A կետից B կետ գնալու համար իրան պետք չի մինչև 1 ժամ 10 րոպե ժամանակ, հա, կիմանա, որ A-ից B գնալու համար իրան պետքա միջինում 20 րոպե եւ ինքը իր կյանքը այդպես կկառուցի եւ էլ ամեն ընտանիքում 1, 2, 3 մեքենա ունենալու կարիք չի լինի։ Շատ մեծ քաղաքներում կտեսնեք, որ մարդիկ արվարձաններից գալիս են, կենտրոն չեն մտնում մեքենայով, իրանք կանատեղում թողում են եւ հետո մետրո նստում, գալիս են իրանց, չգիտեմ, առօրյան կազմակերպում են քաղաքի տարբեր հատվածներում։ Մենք դեռ դրան չենք հասել, որովհետեւ այդ ապակենտրոնացման ծրագրերը երբեք չեն իրականանում։ Մեզ մոտ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում եւ Երևանի կենտրոնում։ Մի դասախոս ունեինք շատ հետաքրքիր բնակչության եւ քաղաքների աշխարհագրության։ Ինքը ասում էր, եթե ուզում ես պետության իրական տնտեսական մակարդակը գնահատես անուղակի ցուցանիշներով, ապա պետք է նայես, թե մարդիկ որտեղ են ձգտում ապրել։ Եթե իրանք անդադ ձգտում են գալ կենտրոն ապրել, թեկուզ շատ ճոխ բնակարաններում ապրել, այդ պետությունները աղքատ պետություն են, որտեղ դա նշանակում է, որ իրանք չունեն զարգացած ենթակառուցվածք։ Այսինքն աշխատանքի գնալ գալու համար դու ստիպված ես լինում կենտրոնանալ կենտրոնում, որպեսզի երեխա դպրոցից չուշանա, հիվանդանոցից օգտվես գնաս աշխատանքի եւ ժամանակիդ օրվա 3-4 ժամը չտրամադրես ինչ-որ խցանումների մեջ, տարբեր պայմաններում, տարբեր ակրոբատիկ վիճակներով գնալ տեղաշարժվելու։ Եվ դա հենց անուղակի ցուցիչ է, թե ինչքանով ես դու հարուստ երկրում ապրում։ Դա նաեւ խոսում է նրա մասին, որ մարդիկ ոչ թե ֆետիշին են նայում, հա, պրեստիժին են նայում, հայերեն չգիտեմ պրեստիժը ինչպես է, այլ առաջնահերթություն որպես հասուն հասարակության անդամ դիտում են առողջությունը, շրջակա միջավայրի որակը եւ գերադասում են 40 րոպե ավել օրինակ ժամանակ կորցնել, բայց ապրել ավելի մաքուր պայմաններում, ավելի բարեկեցիկ պայմաններում։ Հիմա մենք դեռ դրան չենք հասել։ Մեր մոտ շարժիչ ուժը գինն է, տեսքն է եւ ձևն է, հələ որ բովանդակությանը չենք հասել։ Օդի աղտոտվածությունը նաև անդրադառնում է սննդի որակի վրա եւ գիտեմ, որ ձեր կենտրոնը նաև ուսումնասիրություններ է անում, այս մասով ինչ ուսումնասիրություններ եք կատարել։ Ընդհանուր առմամբ աղտոտումը իր ազդեցությունը անպայման սննդման շղթայի տարբեր օղակներ է հասնում եւ հենց մեր կենտրոնը երկար տարիներ հետազոտություններ էր իրականացնում Հայաստանի տարբեր հատվածներում, որովհետեւ օրինակ աղտոտիչները հողջուր բույս համակարգով անցնում են սննդման շղթայի տարբեր օղակներ եւ շատ հետաքրքիր էր, որ էլի բոլոր օրինակները Իտալիայից եղավ, բայց իտալացիները դե սնունդ շատ են սիրում, սնվել սիրում են ու լավ են սնվում։ Երբ գնացել էինք իրենց հյուր, պարզվեց, որ իրանք հակառակ ուղղությամբ են եկել, հա, մենք շրջակա միջավայրի երկրաքիմիայից հասել էինք մինչև սննդի անվտանգություն, իրանք հակառակը։ Տեսել էին, որ մի ռեգիոնում աճող գյուղմթերքում այս կամ այն տարը շատ է, պետքա չլիներ, բայց շատ է։ Եվ դիմել են երկրաքիմիկներին եւ բարձ է դարձել, որ այդտեղ բնական կենսաերկրաքիմիական մարզ է, որը հարուստ է արսենի պարունակություններով, այսինքն այնտեղ բնությունը, հողը, ջուրը, անկախ ամեն ինչից, անկախ մարդու գործունեությունից հարուստ է այդ արսենով։ Դրա համար ինքը այդ հող բույս շղթայով անցնում էր այնտեղ աճեցվող թունավոր նյութ է, որ այո, այսինքն այդ կանաչապատումներ, ամեն ինչն էլ պիտի մտածված լինի, էլի դու կարող ես սխալ վայրում դա անես եւ միայն վնաս լինի դրանից։ Այո, կարող է եւ վնաս լինել կամ օգուտ չտա եւ լինել այնպես ինչ որ մեր մոտ կատարվում է։ Եվ իրանք այ սննդի անվտանգությունից եկել էին հասել էին երկրաքիմիական առանձնահատկություններին։ Մենք հակառակը, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք միշտ հանքավայրերի ազդեցության մասին, տարածքների մասին, մենք պետքա հիշենք, որ հանքավայրերը միշտ հիմնականում կից են լինում այնպիսի տարածքներին, որտեղ բնությունը հարուստ է սենց թենենց, օրինակ Հայաստանի դեպքում մոլիբդենով, պղնձով, ցինկով, կապարով, անկախ նրանից հանքը այնտեղ շահագործում ենք թե չէ, բնությունը հարուստ է այդ տարերով։ Ուրիշ բան, որ մենք հանքը շահագործում ենք, պարունակություններն ենք ավելացնում, խառնում ենք այն փոքր պարունակություններով տարերը, որ հանքի համար կարևոր չեն, դուրս են գալի երկրի մակերևույթ եւ բնական երևույթներով հասնում են մինչեւ ընդհանուր մեր սեղան։ Այ մենք այդ ուղղությամբ գնացինք դեպի սննդի անվտանգություն եւ աշխատանքները շարունակվում են իհարկե։ Մինչեւ հիմա ինչ հետևություններ եք արել։ Ինչ եզրակացություններ ունեք։ Մենք կենտրոնում օրինակ ունենք 2.5-3 ժամանոց գիտական էքսկուրսիա շատ հետաքրքիր։ Հիմնականում դպրոցականներն են գալի, ուսուցիչներ են գալի եւ ոչ միայն նաեւ մեր հյուրերը եւ մենք կարողանում ենք ցույց տալ, թե ոնց ենք շրջակա միջավայրից մինչեւ սննդի ռիսկեր գնահատում եւ այդ անվտանգության
շղթան ոնց ենք փակում, հիմնականում տխրած են գնում։ Որովհետև դրանից հետո դժվար է Հայաստանում, Երևանում շնչել, Հայաստանում արտադրված գյուղմթերքից օգտվել։ Հիմնական խնդիրը նա, որ մենք վերահսկելիություն չունենք, այսինքն մենք չենք կարողանում հասկանալ, թե որը որտեղից է եկել եւ ինչու է եկել։ Եվ որ ասեցի կարա ծառնել սխալ տնկեն եւ սխալ լինի, այո, շատ հաճախ երբ որ որևիցե մի հանքի շահագործման դեմ բնապահպան ակտիվիստները, ոչ թե գիտնականները պայքարում են, միշտ ասում են թող տեղի բնակչությունը գյուղատնտեսությամբ զբաղվի, հավաքչությամբ զբաղվի, մենք ասում ենք չի կարելի, պետք է յուրաքանչյուր տարածք ունենա իր քիմիական կազմի բացահայտման անձնագիրը, սենց ասած, որպեսզի հասկանա այնտեղ ինչ գործունեություն կարող է ծավալել։ Այսինքն, որպեսզի դու նաև գյուղատնտեսությամբ զբաղվելով հասկանաս, որ ես աճացրել եմ դրա համար էկոլոգիապես մաքուր է, իմ ձեռքով եմ աճացրել, դա այդպես չի, ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բոլոր երկրներում։ Դրա համար իրեն հարգող ցանկացած պետություն, տարածք, քաղաք, եթե ուզում է ունենալ գրագետ տարածքային պլանավորում, ապա պետք է ունենա նաև իր երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտումը, որպեսզի ունենա ճիշտ սնունդ, որպեսզի ունենա ճիշտ քաղաքաշինություն, որպեսզի կառուցի ճիշտ մանկապարտեզ, որպեսզի երեխաների խաղարապարակները, ինչ անում ենք երեխաների համար ենք անում այդ լոզունգի տակ լինի ճիշտ տեղում։ Այնուամենայնիվ ինչ հետևություններ է կարել սննդի ուսումնասիրության մասով, մի քանի օրինակ կբերեք։ Այդպիսի օրինակներ ընդհանրապես խուսափում ենք բերել։ Ես նկատեցի, ինչ եք խուսափում։ Չի կարելի, նախ մենք մշակույթ ունենք, որ մինչև չենք հրապարակում, այսինքն դա թիվը չի դառնում գիտական տվյալ, մենք չենք հաղորդակցում։ Մեր ոլորտը անվտանգային եւ մարդու ամեն օրվա ոլորտի հետ գործ ունես։ Դու կարող ես դա վերածել սենսացիայի եւ մարդկանց կյանքը ուղղակի դարձնել անճար, որովհետեւ շատ հաճախ լուծումները չկան։ Դե բայց վերջերս օրինակ հետազոտություն կար, որ ասում էին բանջարեղենի մեջ էլ է թունավոր նյութերը, մարդը բանջարեղեն ընդունում է որպես օգտակար սնունդ, բայց պարզվում է, որ շատ ճիշտ հարցեր եք տալիս, որովհետեւ IMER սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը հիմա գիտական նոր ուղղություն է բերել Հայաստան ռիսկի եւ օգուտի։ Դա լրիվ ուրիշ պատմություն է եւ լրիվ նորարար է շատ երկրների համար, թե այդ լավ, ասում ենք այս աղտոտվածա մի կերեք, մյուս կողմից էլ ասում ենք բանջարեղեն ու միրգ կերեք, բա ինչ անենք։ Այ հիմա մենք գիտնականները լծված են այդ աշխատանքին ռիսկի օգուտի գնահատման։ Ինչի է դժվար հիմա ինձ տվյալներ ասելը, որովհետև այդ տվյալներից հետո ձեր տրամաբանական հարցը լինելու բա ինչ անենք։ Եվ ես պատասխանները չունեմ ինչ անել, բացի ինչ որ ընդհանուր ֆրազաներից, որ աշխատեք բազմազան ուտել։ Բազմազանը ոչ միայն տեսակային, նաև աշխարհագրական առումով, հա, այսինքն երբ որ գնում եք բանջարեղեն, հետաքրքրվեք որտեղից է եկել այդ բանջարեղենը, որտեղ է աճել։ Հնարավորինս դրա համար եմ ասում, որպեսզի ես տենց դնեմ բոլորը թվերով ասեմ, դրանից հետո պետքա նաև ասեմ, թե ինչ լուծումներ կան։ Այդ լուծումները ընդհանրական են եւ տենց կախարդական փայտիկով չեն։ Այո, մենք միշտ խնդիրներ ենք ունեցել պեստիցիդներից եկած թունաքիմիկատների, ուրեմն պարունակություններով, ծանր մետաղների կամ գիտական տերմինով ասած պոտենցիալ տոքսիկ տարրերի մասով այդ խնդիրները մենք ունենք, բայց մեր հետազոտությունները ցույց տվեցին, հա, ինչի եմ ասում, երկրաքիմիկների, ես երկրաքիմիկ եմ ինքս, երբ որ մենք հետազոտում էինք, տեսնում էինք օրինակ համեմական կանաչին, սամիթը, հա, ռեհանը, իրանք սիրում են այդ տոքսիկ տարրերին կուտակել իրանց մեջ։ Սամիթ, ռեհան չուտել, մի բան կարողացեք։ Այն հակառակ է, պետքա մինչև վերջ լսել, որ ուտել։ Ուրեմն երբ որ մենք երկրաքիմիկներով էինք հետազոտում, ասում էինք, վայ, այդ կանաչին մի կերեք, կուտակում է, բայց երբ որ սննդի մասնագետներն եկան, հաշվեցին, թե օրինակ տարվա ընթացքում դուք այդ կանաչից ինչքան քիչ եք ուտում, ապա հասկացանք, որ նույնիսկ եթե աղտոտված կանաչի ուտեք, ձեր վրա առողջական ռիսկ չի լինի, առողջական, այսինքն հավանականություն, որ ինչ որ հիվանդություն կառաջանա չկա, քան օրինակ կարտոֆիլ, որը քիչ աղտոտված է, բայց մենք ուտում ենք ամեն օր կամ օրը մեջ, հա, այսինքն այ հիմա մեր այդ խումբը զբաղված է Հայաստանի Հանրապետության հասարակության տարբեր խմբերի ռացիոնի հաշվարկներով, թե ինչից ինչքան ենք ուտում, որպեսզի հասկանանք, թե նույնիսկ եթե աղտոտված ինչ-որ մի բան ուտում ենք, ապա դա առողջական ռիսկ պարունակում է, թե չէ։ Պետք է ուտել բազմազան տեսակային եւ նաեւ աշխարհագրորեն։ Իսկ որ տարածքների սնունդն է, որ համեմատաբար ավելի անվտանգ է։ Մեկ մարդը, որ գնում է շուկա, հարցում է, սա որ տեղինն է, որ դեպքում կարող է ավելի հանգիստ լինել։
Չգիտեմ, չեմ կարող ասել, ասեմ ինչի համար եմ ասում, չեմ կարող ասել, որովհետև եթե մենք խոսենք ծանր մետաղների մասով, լրիվ ուրիշ տարածքների մասին պետք է ես խոսեմ։ Եթե մենք խոսենք թունաքիմիկատների մասով, արգելվածից մինչև չարգելված, ես կխոսեմ լրիվ այլ տարածքների մասին։ Եթե ես խոսեմ ռոռոկման ջրերից եկած աղտոտումից առաջացած խնդիրների մասին, լրիվ ուրիշ տարածքների մասին կխոսեմ։ Խոտանել ինչ-որ տարածքներ եւ ասել այդտեղից սնունդը մի կերեք, այստեղ կերեք, այնտեղ տենց չի կարելի անել, որովհետեւ դա նախ գիտապես կոռեկտ չի, երկրորդն էլ պետք է ամբողջ Հայաստանը ամեն ծառութուփը հետազոտես, որպեսզի ասես, այ այս տարածքից վերցրեք կամ այն տարածքից մի վերցրեք։ Ամեն դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվելուց էլ պետք է լինել շատ զգույշ։ Գյուղատնտեսական գործունեությունը, որը արտադրական ուրեմն ծավալների չի հասել շմագի, այսինքն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման չի ենթարկվում։ Այսինքն ըստ էության ով ինչ ուզի կարող է որտեղ ուզի աճեցնի եւ ոնց ուզի աճեցնի։ Կարիք կա վերահսկողության։ Շատ դժվար է ասել որտեղ գնալ շնչել եւ ինչ ուտել։ Իսկ ձեր հետազոտություններից վերջերս կատարած կամ գուցե ոչ վերջերս կան այդպիսի եզրակացություններ, որոնք ձեզ զարմացրել են, զայրացրել են կամ գուցե ուրախացրել են։ Զայրացնում են միշտ, ցավոք սրտի, դեպքերի 98%-ում ասեմ լավ։ Իմ 26 տարվա ես միշտ այդ օրինակը սիրում եմ վերել, 26 տարվա գիտական եւ աշխատանքային ստաժում միակ քաղաքը, որ որպես երկրաքիմիկ հետազոտել եմ, Ստեփանակերտն է եղել, որ եղել է աշխարհի մաքրագույն քաղաքների շարքում եւ երկար տարիներ մենք որպես տուրիստական դիվիդենդ դա նաեւ Արցախի ուրեմն բոլոր բուկլետներում եւ բոլոր հնարավոր ինֆորմացիոն թերթիկներում գրում էինք, որ դա գիտապես հիմնավորված է, նույնիսկ պատերազմից հետո։ Մնացած բոլոր դեպքերում մենք ցավոք սրտի ունեցել ենք գիտական առումով հետաքրքիր քարտեզներ, որտեղ խճանկարային պատկեր է եղել ինչպես աղտոտիչների, քանակային, այնպես էլ տարածաբաշխման առումով, կամքը այդ խնդիրները լուծելու եւ առաջնահերթություն սահմանելու, որ չկա, դա է բարկացնողը։ 26 տարի է այս թեմայի շուրջ հետազոտություններ եք անում եւ փաստորեն ամեն տարի նույն խնդիրների մասին է խոսում։ Գլխավոր խնդիրը ո՞րն է ձեր կարծիքով։ Ինչու չեն լուծվում խնդիրները։ Երևանում, Երևանի մասին։ Ընդհանրապես շրջակա միջավայրի խնդիրների հետ կապված խոսելիս մենք պետք է հասկանանք, որ կան բնական գործոններ եւ երևույթներ եւ մարդածին, անթրոպոգեն, հա։ Եթե մենք կարանք մարդածինի վրա ինչ-որ ազդեցություն ունենանք, ապա ես այն գիտնականներից եմ, որ միշտ բնությանը ավելի վեր եմ, հա, դնում մարդուց։ Ապա բնական գործոնների հետ մենք դժվար կարողանանք պայքարել կամ պետք է հարմարվենք իրանց հետ ապրելու այդ մտքի հետ։ Հիմա Երևան քաղաքը ունի այ բնապահպանական խնդիրների, ես միշտ ասում եմ տեսանելի եւ անտեսանելի գործոնները, հա, եւ նաեւ խմբերը։ Տեսանելին այդ մենք փոշինա, որ անընդհատ տեսնում ենք, շնչում ենք, մաշկի վրա ազգում ենք, դա համար միայն փոշուց ենք խոսում։ Այ փոշին հենց այն աղտոտիչներից է Երևան քաղաքի, որ համ բնական գործոնների արդյունքում է առաջանում, համ անթրոպոգեն, որովհետեւ մեր բնական լանդշաֆտը տարբեր անապատներից ոչ շատ մեծ հեռավորությամբ լինելու հանգամանքը եւ այլ բնական գործոններ մեզ փոշոտ քաղաք են դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ դրան գումարում ենք մարդածին տարբեր գործոններ, որը կարայինք վերահսկեինք, որ չավելացնեինք, չգումարեինք բնական այդ ստրեսին եւ հասկանայինք, թե ոնց պետք է պայքարենք նաեւ եղած բնական այն բոլոր ներհոսներին, որ մենք ունենում ենք։ Խնդիրը միայն փոշին չի, խնդիրը նաեւ այն անտեսանելի խումբն է, հա, օրինակ պոտենցիալ տոքսիկ տարրերը, որոնք եւ փոշում, եւ հողում, եւ մեր շրջակա միջավայրում Երևանի մենք ունենք տարիներ շարունակ։ Դրանք կայուն աղտոտիչներ են։ Բնությունը դրանցից ինքնամաքրվելու բնական մեխանիզմներ չունի։ Այսինքն, երբ որ դրանք մի անգամ մտան բնության տարբեր բաղադրիչներ, մտնում են բնական շրջապտույտի մեջ, բայց իրանք չեն վերանում։ Իրանք կարող է այստեղից գնան այնտեղից միջավայրից այն միջավայր։ Պարունակությունները մի քիչ ավելանան, մի քիչ նվազեն, բայց իրանք դրանով են կայուն, որ մնում են ինչպես մարդու օրգանիզմում, այնպես էլ շրջակա միջավայրում։ Եվ Երևանը ցավոք սրտի արդեն 20 տարուց ավել նկարագրվում է որպես կենսաերկրաքիմիական անթրոպոգեն, այսինքն մարդածին մարզ, որը հարուստ է այդ պոտենցիալ տոքսիկ տարրերով։ Ամենալուրջ հետևանքները, որ կարող է լինել այդ տարերի պատճառով, որոնք են։ Գիտեք, երբ քաղաքների երկարաժամկետ եւ կարճաժամկետ։ Այո, երբ քաղաքների աղտոտման մասին ենք խոսում, այդ առողջական ռիսկերը եւ վտանգները մեծ խումբ է։ Հա, եթե այտենց գլոբալ տվյալներ բերենք, որտեղ այնպես չի որ մեր մոտ է միայն այդ խնդիրը, երկրագնդի բնակչության 55-ից 58% ապրում է քաղաքներում։
Եվ երբեմն այդ տոկոսները, որ ասում են, մարդիկ չեն ընկալում այդ ինչ թիվը, հա, բայց երբ որ ասում ես 4 միլիարդ մարդ ապրում է քաղաքներում, մի քիչ այլ ձևով ես, հա, այդ թվերին նայում։ Եվ այդ 4 միլիարդ մարդ, այսինքն 55-ից 58%-ը ապրում է ընդամենը երկրի ցամաքի 3%-ում։ Եվ պարզա, որ այդ կենտրոնացվածությունը ամենտեղ պետքա բերի աղտոտման խնդիրների։ Եվ դրա համար աշխարհը, մասնավորապես համաշխարհային առողջապահական կազմակերպությունը առանձնացրել է խնդիրներ, որոնք, այո, երկարաժամկետ է, եւ հենց դա ծանր մետաղներին է վերաբերում, որոնք նաեւ այլ սերունդների վրա կարող են ազդեցություն ունենալ, մայրիկից տեղափոխվելով, հա, օրինակ գրականության մեջ գիտական ասում են, որ մայրիկի օրգանիզմի մեջ եղած սնդիկի պարունակությունների 5%-ը կրծքի կաթով անցնում է երեխային։ Եվ երկարաժամկետ ազդեցությունները, որ կարող են շրջակա միջավայրի չգիտեմ բոլոր այն միջոցներից, որ հղիները կիրառում են եւ հետո խմբերում ես հաճախ տեսնում եմ մայրիկներն ասում են ես սեմարե իմ երեխան նորմալ ծնվել է առանց գիտակցելու որ այդ ազդեցությունները հետո են երևում գուցե այս սերունդի վրա չի երևա բայց մյուս սերունդի վրա կարող է մայրը առողջական խնդիր չունենալ բայց փոխանցել երեխային այո պարունակությունները կարող է փոխանցել այսինքն մենք խոսում ենք երկարաժամկետ ազդեցությունների մասին եւ ժառանգականության եւ վերարտադրության առումով Հայաստան երբ որ գանք Հայաստանում Երևանի վրա ենք միշտ կենտրոնանում, քանի որ ինքը ընդամենը մեր 1%-ն էլ չի կազմում Հայաստանի Հանրապետության, բայց այստեղ կենտրոնացված է բնակչության 34%, այսինքն երբ որ մենք խոսում ենք անվտանգության մասին, ցանկացած պարագայում Երևանի, մենք խոսում ենք այ մեր զգալի բնակչության անվտանգության եւ առողջության մասին։ Այստեղ նույնպես մենք խնդիրներ ունենք, դրանք թիրախավորված են այն առումով, որ օրինակ այս քանի օրը եղած օդի բարձր պարունակությունները շատ հաճախ խոցելի խմբերի վրա են ազդում, դրանք ծերերն են, հղիները, երեխաները եւ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, սրտանոթային համակարգում ուրեմն խնդիրներ ունեցող մարդիկ կարող են սրացումներ ունենալ։ Ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը բերում է ընդհանուր հիվանդության մակարդակի աճի որովհետև քիմիական որակը, ասենց ասած, մեր շրջակա միջավայրի այդ կյանքի որակի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Եթե ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն չոմեկին հետաքրքրում է կյանքի որակի ցուցանիշները, ապա շրջակա միջավայրի որակը շատ կարևոր ցուցանիշ է անկախ նրանից անթրոպոգեն ստրես մեծ ունենք թե չունենք։ Ավելի կարևորություն ենք տալիս կարճաժամկետ տեսանելի բաներին։ Քանի որ սա մի բան է, որի հետևանքներն են երկարաժամկետ արդյունքներն են, երևի մենք դա երկրորդում ենք, դարպես ձեր դիտարկմամբ հասուն հասարակության նշանները որոնք են, եթե ձեր մասնագիտական տեսանկյունից նայեք։ Ինձ թվում է ոնց մարդը ընտանիքում անցնում է այդ փուլերը զարգացման, այնպես էլ հասարակությունները, բայց դա ամենևին տարիքին չի վերաբերում, որովհետև մենք միշտ ասում ենք հինազգ ենք եւ այլն դրանով շատ բաներ եւ բացատրում ենք եւ հակառակը գցում ենք ոնց որ այդ խնդրի վրա Բայց դա տարիքի հետ կապված չի, որովհետև եթե կյանքի ընթացքում էլ տեսնեք, մարդիկ ինչքան էլ մեծանում են, մեկը գուցե իրենց հատկանիշները կարողանում են լավ քողարկել, բայց համարյա թե չի փոխվում, եթե չհաշվենք դաստիարակությունը եւ արտաքին ուրեմն ազդեցությունները։ Նայած որ կողմից գնայս, եթե չգիտեմ, կոմիտաս լսում ես, հասկանում ես, որ մենք շատ հասուն ենք, բայց երբ որ հետո նայում ես դրսում, տեսնում ես մի մեծահասակ մարդ ինչ ձեռքին կա գցում փողոցում, կոնտրաստի մեջ ես ընկնում, թամպես Հայաստանը իմ համար կոնտրաստի երկիր է ինչպես մեր սարերը ձորերը իրար հետ այնպես էլ երբ հյուրերը գալիս են միանգամից տանում ենք գառնի հետո գեղարդ այսինքն միանգամից մենք մեր կոնտրաստը ցույց ենք տալի եւ մյուս կողմից երբ որ հյուրին ցույց ես տալի են բոլոր լավ բաները հա ինչ որ Հայաստանում եւ հայերի հետ կապված կա հետո ինքը փողոցում այսօրվա իրականությունն է տեսնում դե համար այդտեղ մի տեսակ խոսալ հասունության մասին մի քիչ չգիտեմ որտեղից գամ իսկ շրջակա միջավայրի խնդիրների կարևորումը եւ նաեւ դրանով բերեմ նաև գիտության կարևորումը, դա այո, ապահով երկրների եւ ապահով հասարակությունների մասին է, որովհետեւ երբ որ դու պետքա քո առօրյա անվտանգությունը ապահովես, երևի դրա համար առաջնահերթություն տալիս ես այսօրվա անելիքը, չիմանալով վաղվա օրը ոնց կլինի, հա։ Այ մեր սերունդը 3-4 պատերազմ է տեսել եւ գուցե հոգեբանները պետքա ասեն թե ինչու մենք այս պահին չենք կարևորում այդ երկարաժամկետ երևույթները, այլ այսօրվա օրով ենք ապրում։ Գուցե դա ունի ինչ որ խորը հոգեբանական
վերլուծության հարց եւ դեպ հոգեբանների հետ քննարկում էինք վերջերս, որ կարելի է հետաքրքիր տենց հետազոտություն անել բնության նկատմամբ վերաբերմունքը ինչ հոգեբանական հիմքեր ունի, նաեւ կրոնական, հա։ Նաեւ շատ կրթական հիմքեր կունենա Հա, կարևոր։ նաեւ կրթական, բայց այդ կրթականն էլ չէ հոգեբանությունից է գալ, չէ՞, մեզ էլի կրթում են մեկա մարդիկ, որոնք կարող են ինչ որ ձևով ազդել քո վրա եւ դրական եւ բացասական բոլորս էլ այդ օրինակները կյանքի ընթացքում ունեցել ենք եւ ունենք։ Ես գիտեմ, որ շատ գործընկերների եք հյուրընկալում։ Իրենք այս տեսանկյունից ձեզ համար հետաքրքիր նկատառումները, որ անում են, ի՞նչն է։ Հայաստանի վերաբերյալ դրական են դե խոսում, որովհետեւ հյուրերին ավելի դրական կողմնից չէ ցույց տալիս եւ մենք էլ երբ որ ուրիշ երկիր գնում ենք, միայն դրական բաներն ենք տեսնում, որովհետեւ պետքա խորքային ապրես երկրում, որպեսզի տեսնես խնդիրները։ Հասկացել եմ, որ ազգերը, պետությունները շատ բանով իրարից չեն տարբերվում։ Մենք սիրում ենք մեզ տենց ունիկալ դիրքավորել, բայց շատ հաճախ չենք տարբերվում իրարից տենց շատ։ Ուղղակի երևի մոտեցումներն են տարբեր, մեկ էլ արտահայտչաձևերը, հա։ Մի շատ դրական են խոսում, հատկապես Հայաստանի հյուրընկալության մասին, որ մենք տենց հյուրերին շատ սիրում ենք, պատվում ենք եւ տենց ճակերտներով ասեմ, մենք շատ հաճախ, ասեմ դաստիարակել, հետո կասեմ երևի մի քիչ էլ տենց խախտում ենք մեր հյուրերի վարքականոնները, որովհետեւ Եվրոպայում այդքան ընդունված չէ հյուրերի հետևից տենց շատ ընկնել, չգիտեմ, դիմավորել, ճանապարհել, կերակրել, տեսնել կերավ, քնեց, լավ ամեն ինչ։ Հետո իրանք էլ մեզ են այդպես վերաբերվում, երբ մենք գնում ենք իրանց երկիր, որովհետև հասկանում են, որ տենց հավես է երևի։ Իսկ երբ իմ իտալացի գոլեգան եկավ Երևան առաջի անգամ, որը քաղաքների կանաչապատման մասնագետ է, ասեց՝ «Վայ, Լիլիթ, էս ի՞նչ կանաչ քաղաքում եք ապրում»։ Իսկապես։ Այո, ամենազարմանալին հայտ էր, ու երբ որ հասկացա, որ ինքը ընկալում է աշխարհագրական որ զոնայի է եկել եւ ինչ լանդշաֆտում պետքա ինքը գտնվեր, դրա համար կիսանապատային եւ 4 տափաստանային, ասեցի այդ մի ասա Հայաստանում պոպուլար չի, պետք է ասես որ վատ է, որ կանաչապատում չէ, իրականում վատ է եւ կանաչապատումը լավ չի, բայց իր աչքին Երևանը բավականին կանանչեր երևացել, որովհետեւ մի նախագծի շրջանակներում շատ հետաքրքիր էր, սոցիոլոգներ էին մասնակցում, իր հետ համատեղ ծրագիր էր մեծ եվրոպական եւ սոցիոլոգները լուրջ հարցում էին անում հռոմեացիներին, թե արդյոք իրանք քաղաքում ուզում են տեսնել կանանչ ծառ, թե իրանց գեղեցիկ ճարտարապետությունը։ Եվ բնակչության մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ճարտարապետությանը։ Իմ համար դա զարմանք էր, որտեղ ոնց ծառը, բաթուփը, կանաչը, ոնց չի լինի, բայց բարձա որ կլիմայական գոտիներն էլ իրանց ազդեցությունը ունենում են նաև այն մարդկանց մտածելակերպի վրա, հա։ Դրա համար մեր խոհանոցն է, եթե տեսնեք, հարմարված է մեր կլիմային եւ գուցե եւ նաեւ մեր բնույթը եւ բազմազանությունն էլ, հա, որ նայեք Հայաստանի ամեն գյուղ մյուս գյուղից տարբերվում է ու համարում է, որ իրանք ունիկալ են, քան այն մյուս գյուղը, նույնիսկ քարս ու փեսա չեն տալիս իրար, որովհետեւ երևի մեր լանդշաֆտի նման բազմազան են։ Կան եվրոպական քաղաքներ, որոնք մեզ համար կարող են օրինակելի լինել, թե պայմաններն են աշխարհագրական դիրքն է ուրիշ եւ մենք չենք կարող դա վերցնել եւ տեղայնացնել, բայց ամեն դեպքում ինչ որ օրինակներ, որ դուք կցանկանայիք կամ համարում եք, որ հնարավոր է, որ մենք դա կիրառենք։ Պայմանները տարբեր են, բայց կարծում եմ լուծումները կարելի է տեղայնացնել։ Երբ որ մենք մի եվրոպական ծրագիր էինք էլի անում, կոչվում էր բնահեն լուծումներ քաղաքների համար, այն գոլեգաս գնացել էր Լոնդոն, որտեղ գիտեք, խոնավության պակաս հաստատ չունեն, ու ինքը զարմացել էր, ոնց էին Լոնդոնում օդորակիչների ջուրը օգտագործում կանանչ տարածքները ջրելու համար։ Թունավոր չի, Չէ, թունավոր չի, ամեն դեպքում մեկը թունավոր լինի թե չլինի, ինքը ուղղակի հոսում գնում է, sense տնեց, եթե ազդեցություն ունենալու էր, այսինքն իրանք նույնիսկ այդ ջրերը խնայում են եւ օգտագործում են ի բարօրություն քաղաքի։ Այ տենց որ կողքի աչքով նայեք, թե մենք ինչքան անարդյունավետ ենք վերաբերում մեր ամեն ինչին, կտեսնենք, որ շատ հաճախ ես տենց կավակոպիտ անջում, բայց միշտ ասում եմ, որ մեր խնդիրների մեծամասնությունը շատ հաճախ գտածակ չունենալու հետ է կապված, մասնագիտական գտածակ։ Եվ մենք կարող ենք լուծումներ գտնել, նույնիսկ մեկ ճիշտ դիրքով աճող ծառը կարող է մի քանի էկոծառայություն մատուցել քաղաքին, բայց մենք դրան չենք գնում, մենք այդ արդյունավետությունը չունենք։ Ես միշտ եվրոպական բարեկարգ կոչվող քաղաքների նախանձի աչքով նայել եմ այդ բարեկարգությանը, ուրիշ ոչ մի բանին, ոչ հարստությանը, ոչ իմանը, բարեկարգությանը եւ արդյունավետությանը, որ իրանք նախ իրան շատ լավ ճանաչում են, գիտեն իրենց բոլոր խնդիրները,
եւ հերթով լուծելով գնում են, այսինքն հետեւողական են։ Ինձ թվում է այդ երեք նշած բաները լանդշաֆտից ու կլիմայից կախված չի եւ մենք էլ եթե հետեւողական լինենք, ունենանք ինստիտուցիոնալ հիշողություն, մասնագիտական կրթությունը համարենք առաջնահերթություն եւ նաեւ գիտական մոտեցումները համարենք պարտադիր որոշումներ կայացնելու ժամանակ, գուցե մենք կունենանք մի քիչ ավելի լավ քաղաք, ավելի լավ բակ, ավելի լավ երկիր տարբեր մակարդակներով։ Գիտությունը երկարաժամկետ պլանավորման մասին է, հատկապես բնապահպանական ոլորտը։ Ինստիտուցիոնալ հիշողության մասին խոսեցիք։ Ինչ որ մի բան նախագծվում է, նախատեսվում է X իշխանության կողմից, հետո գալիս է Y իշխանությունը եւ դա չի շարունակում կամ ներգրավում է այլ մասնագետների, որոնք տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունենում։ Այստեղ լուծումները դուք ինչպես եք տեսնում։ Երևի աշխատանքային կուլտուրայի գուցե այդ ինստիտուցիոնալը ապահովելու համար, որովհետև պարտադիր չի իշխանությունները գնան, որպեսի մյուսները գան եւ չանեն, չէ, նույն իշխանության շրջանակներում որոշում կայացնողներ այնքան հաճախ են փոփոխվում եւ իրար փոխանցելու մշակույթ չունենք։ Այդ է խնդիրը, հա, դրա համար Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ երկար տարիներ փորձել ենք աշխատել, լուծումներ ունեինք շատ հետաքրքիր, մի հատ մոդել ունեինք Երևանի համար արած եւ վարչության պետի փոփոխությամբ ես ու մեր փոխտնօրենը Շանիկ Ասմարյան տենց պիոների պես բոլոր թղթերը վերցրած գնում էինք ամեն ինչ պատմում։ Հա, շատ լավ է, շատ հավես է եւ այլն, միջև վերջ ինքը փոխվեց։ Հետո նորից, նոր տողի խորքից, նորից ամեն ինչ վերցրած գնում էինք պատմում էինք, այս վերջի մի քանի տարին արդեն չեն գնում, որովհետեւ արդեն հետաքրքիր չի եւ պարզա որ մի հատ մեծ օղակ է բացակայում եւ դա պետքա լինի պարտադիր, ոչ թե իմ ու ինչ որ մեկի ցանկությունից ելնելով, դա պետքա լինի պարտադիր գործողությունների պլան, որ դու ունես այս բացահայտումը, պետքա ինչ որ օղակով անցնի, հասնի որոշում կայացնողին եւ ինքը խնդիրներ գեներացնի, դա այդ օղակին նրանք էլ իջացնեն գիտնականներին։ Հիմա այդ օղակը չկա, դրած է գիտնականի բարոյականության, հայրենասիրության եւ մնացած բոլոր այդ տիպի հատկանիշների վրա։ Գիտնականը պարտավոր չի այսօր իր արած հետազոտությունների արդյունքները տանել, հասցնել, համոզել, պարտադրելու։ Կանես, չէ, ոչ մեկ չի էլ հետևում դրան։ Ինչով եք հպարտանում։ Երբ գնում եք այլ երկրներ, որպես մասնագետ Հայաստանը կամ Երևանը ներկայացնելիս ինչով կարող եք հպարտանալ։ Շրջակա միջավայրի ձեռբերումների առումով։ Այն որ մենք ունենք լավ դրված գիտական դպրոց շրջակա միջավայրի գիտությունների ու շատ զավեշտ է որ այդ մասնագիտությունը դե յուրե Հայաստանի Հանրապետությունում չկա, այսինքն շրջակա միջավայրի գիտություն այդպիսի շիֆր գիտության մեջ չունենք, միջև մագիստրատուրա ունենք, նրանից հետո չունենք, բայց մենք ունենք գիտական դպրոց պրոֆեսոր Սաղաթելյանի հիմնադրած, որը միջդիսցիպլինար ուղղություն է, դրա համար մեր կենտրոնում աշխատում են աշխարհագետներ, երկրաբաններ, կենսաբաններ, քիմիկներ, IT մասնագետներ, սննդի մասնագետներ, հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհի մակարդակով շատ քիչ կան գիտական կենտրոններ, որտեղ մեկ գիտական հովանու ներքո այդքան տարբեր դիսցիպլինաների մասնագետներ կան եւ դրա համար մեր հետազոտությունները արդիական են ոչ միայն Հայաստանի համար, այլ աշխարհի գիտության համար։ Ուրիշ բան, որ այդ հետազոտությունները լուծումներ չեն գտնում, այդտեղ հպարտանոց, այդտեղ գուցե չունենք, հա, այսինքն այդ հետազոտությունները մեր երկրի համար գտնեն լուծումներ։ Ռուկոպիսի նիգարատ արած գործը երբեք չի կորում, ես վստահ եմ, եթե հույս չունենեք 26 տարի, 46 տարիների 26 տարին դրան չէի նվիրի։ Պետք է ասեմ սերունդների հետ շփվելուց տեսնում եմ, որ փոփոխություններ կա վարքագծային դեպի բնությունը, դեպի ընդհանուրի նկատմամբ անտարբերության վերացումը, հա, իմ տեղայի մոտ շատ դժվար է հիմա ինչ որ մի բան փողոցում գետնին նետել, ոչ թե որովհետև իր մաման էկոլոգ է ինքը պետք է այդպես լինի, այլ նաև իր դասընկերների մոտ դա մի տեսակ փոխվել է, այդ տենց սերունդ մի քանի սերունդ պետքա գնա, որ երևի մենք կարողանանք այդ գիտակցմանը կան։ Ունենք նաև որոշակի միշտ հպարտանում եմ, որ Երևանը ամենահետազոտված քաղաքներից մեկն է։ Այդ հպարտությունը ամբողջական կլինի, եթե ասեմ, որ հետազոտությունները ի բարօրություն են գնացել քաղաքին։ Ունենք տարբեր տարիներին լավ համագործակցություններ քաղաքապետարանի հետ, հա, օրինակ Երևանի գենպլանի գլխավոր պլանի մեջ մեր քարտեզներն են ժամանակին մտած եղել, որից հետո օրինակ
օրենքով գյուղատնտեսական նշանակության հողերը արգելվեցին Երևանում, որովհետև այն մութ ու ցուրտ տարիներին ով ինչ հող գտնում էր, չէ, ինչ որ մի բան աճեցնում էր, որպեսզի զուտ իր առօրյա հացը ապահովի, բարձր որ քաղաքային տարածքներում աճեցված գյուղմթերքը աղտոտված էր եւ դրա համար միջոցառումներ էր պետք իրականացնել։ Մենք շատ հետաքրքիր ծրագիր արեցինք մանկապարտեզներից մեկում, բնահեն լուծման մի օրինակ մոդել ստեղծեցինք, կանաչ պատ ստեղծեցինք, որը պետք է արգելեր նոր աղտոտիչների մուտքը մանկապարտեզի տարածք եւ հնարավորություն ստեղծեր այդ լոկալ մաքուր օդ ստեղծել երեխաների համար, բայց ցավոք սրտի դա մի օրինակ եղավ։ Դա բոլոր մասնագիտական պորտալներում որպես լավ օրինակ ներկայացված է, մեկ ամենտեղ դա Ինչու վարակիչ չեղավ մյուս մանկապարտեզների պարագայում։ Չգիտեմ, գուցե մի օր քաղաքապետարանից մի ներկայացուցիչ կանչեք, ասեք ինչու։ Ռեսուրսատար էր։ Ռեսուրսատար չէր, հենց այդ եմ ուզում ասեմ, որ մենք շատ հաճախ մասնագիտական մոտեցման կարիք ունենք, առաջնահերթությունները սահմանելու կարիք ունենք։ Չէ, ծախսատար չէր եւ ընդհանրապես պետք էր ցանկ ունենալ այն մանկապարտեզների, որոնք պետք է վերանորոգվեն եւ այդ պրիմիտիվ բանը ընդ որում մի քանի գիտական կենտրոններ նաեւ իրենց անվճար խորհրդատվությունը տալու են, ոչ միայն մենք, այլ օրինակ Բուսաբանության ինստիտուտը։ Բայց գիտեք ոնց է, բնապահպանական, էկոլոգիական խնդիրները առանձին խնդիրներ չեն։ Իրանք ուղղակի կապ ունեն սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրների հետ։ Մանկապարտեզում երբ որ մենք գնացինք պատը ստեղծենք, մեկենաց գտանք բարձրաքաղաքապետարանի ռեսուրսներով չէր, Պարզվեց, որ իրանք նորմալ պատնեշ չունեն։ Պարզվեց, որ ռոռոկման համակարգը կա, մեջը ջուր չկա։ Պարզվեց, որ եթե այդ կանաչ պատը ստեղծում ես, պետք է այգեպանի հաստիք ունենա մանկապարտեզը, որպեսզի դա խնամի։ Այսինքն, այնքան սոցիալ-տնտեսական կենցաղային պրիմիտիվ հարցեր առաջացան, որ մենք մեր գիտնականի ուղեղում դա չէր տեղավորվում։ Մենք դե կանաչ պատա սիրուն բնահեն լուծումա կգնանք կկազմենք ամեն ինչ բանա, բայց պարզվեց, որ բազմաթիվ խնդիրներ կան։ Ճիշտ է, վերանորոգման ժամանակ ամբողջ շինարարական աղբը բերեցին լցրեցին այդ արդեն պատ դարձած կանաչ պատի վրա մի մասը վերացրեցին, մյուս մասը մնաց կիսատ պրատինքը կա, բայց ամեն դեպքում այդ շատ կարևոր ցուցիչ էր, որ մենք կարող ենք անել, եթե մեկենասը, գիտական կազմակերպությունը, քաղաքապետարանը որոշում է ինչ-որ մի լավ բան անի, հաստատ ստացվում է։ Համարում եմ, որ դա օրինակ է, որ կարելի է, հնարավոր է անել։ Երբ որ պատճառներն են բանանում, ինչի այդպես շատ խնդիրների լուծման առումով չունենք հպարտանալու շատ տեղ, մտածում եմ երևի գիտնականների լեզուն էլ է այլ դժվար է հասկանալ։ Որտեղ որոշում կայացնողները տենց ամենօրյա հարցեր են լուծում էլի։ Գիտնականների համար մի քիչ տենց ավելի բոհեմյան կյանքով գիտական։ Ուրեմն գիտնականը պիտի գտնի ելքը այնպես դա մատուցելու, որ այդ կարևորությունը գնահատված լինի։ Իսկ արդյոք երբ որ մենք գիտնական ենք մեծացնում, այդ հմտությունները գիտնականներին տալիս ենք եւ արդյոք դա գիտնականի ֆունկցիան է։ Շատ հետաքրքիր, որ վերջերս մի հոդված կարդացի, ինձ թվում է մենակ ինձ է դա հետաքրքրում, բայց Royal Society Անգլիայի, հա, գիտնական հոդված էին լուրջ գրել, թե գիտնականը ոնց պետքա որոշումների կայացման վրա ազդեցություն ունենա եւ արդյոք պետքա ունենա թե չէ, այսինքն այդ հարցը այնտեղ էլ է ծագում։ Եվ իրանք դասակարգել էին գիտնականներին, օրինակ կար pure scientist, այսինքն sense մաքուր գիտնական։ Այդ գիտնականների խումբը ես հետո որ բերեցի մեր էկոկենտրոնի գոլեգաների վրա էլ նայեցի, այո, կան մաքուր գիտնականներ, որ ինքը իր գիտությունը անում է, իրանից պահանջվում է հեղինակավոր ժուրնալներում հրատարակություն եւ այսօր պետությունը համարում է, որ դա է գիտության առաքելությունը, նա իր գործը անում է։ Արդյոք ինքը պարտավոր է այդ իր ժամանակը կորցնի, գնա, պատմի ինչ որ մեկին համոզի, որ գիտես, սենց բան եմ տեսել, պետքա սենց լուծում ունենանք։ Դա իր ֆունկցիան չի։ Այտենց գիտնականներ կան։ Կան գիտնականների խումբ, որ եթե իրեն հարցնում է, ինքը պատմում է։ Բայց պիտի հարցնի։ Ինքը չի նախաձեռնի։ Ինքը չի նախաձեռնում։ Ընդհանուր մինչև ասում են ակտիվիստ պետք է լինի գիտնական, հա, տարբեր տենց ինչ որ բաներով։ Մենք համարում ենք, որ այդքան է, չէ։ Բայց ամեն դեպքում երրորդ խումբը, որ որոշում կայացնողներին պատմում է այն բոլոր գիտական բացահայտումները, որոնք կան տվյալ խնդրի շրջանակներում, առանց իր գիտական կարծիքը փաթաթելու։ Եվ իրանք առանձնացնում էին գիտնականներ, որոնք ուղղորդում են որոշումների կայացնողներին, այ ասում են այս սրանք կա, բայց ես համարում եմ, որ սա է ճիշտ, դա էլ ուղղորդող գիտնականներն են, եւ կար որ խնդրի ուղղվածության գիտնականներն են, որոնք նաեւ իրենց քաղաքական, տնտեսական եւ շահերից ելնելով են նաեւ ուրեմն գնում դեպի որոշում կայացնողներ։ Իդեալականը իմ կարծիքով են չի, երբ
պետությունը պատվիրակում է, ասում է ինձ պետք է լուծել այսինչ խնդիրը եւ մենք պիտի գտնենք ընկերություն, կազմակերպություն, անհատ գիտնական, որը լավագույնս ուսումնասիրել է այս խնդիրները, ունի առաջարկներ, մրցույթ կազմակերպի, ասի X, Y, Z ընկերությունները թող լուծումներ առաջարկեն, գտնենք լավագույն լուծումը կամ անհատները։ Այո, նայած թե մենք պետություն ասելով ումի նկատի ունենք։ Պատկան մարմինները, ովքեր զբաղվում են Այ պատկան մարմիններում պետք է լինեն այնպիսի աշխատակիցներ, որոնք նախ կարողանան մասնագիտական վերլուծություն կարողանան անել, բացահայտեն խնդիրները եւ այդ խնդիրները կարողանան ձևակերպել որպես գիտական պատվեր։ Հիմա փորձեր արվում են, ես ինքս այդ աշխատանքային խմբի մեջ եմ, պատկան մարմիններից տարբեր ուղղությունների եւ գիտնականներ տարբեր ուղղությունների հավաքվում են եւ հասկանում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչ ռազմավարական կետեր կա, որոնք հետազոտության կարիք ունեն եւ դա ինչ որ ձևով ունենալով պատվիրատու, որպես գիտական թեմաներ առաջադրվում են եւ գիտնականները անցնում են մրցույթ։ Բայց ասեմ ինչն է տարբերությունը։ Պետության համար այսօր կարևոր հարցեր կան, որոնց լուծումները պետք են այսօր։ Երբեմն մեր մոտ նախարարությունից զանգում են, ասում են, այ այս հարցի վերաբերյալ ու իրանց թվում է դու գիտնական ես, սենց մի հատ գրադարակ ունես, նախարարությունից զանգում են, դու գնում ես այդ գրադարակից զանգում ես, ChatGPT-ին բացում ես, այ էս, այդպես չի։ Գիտության համար էլ մենք պետքա ժամանակ ունենանք ու դրա համար այդ խնդիրների տարբեր ուրեմն ֆունկցիոնալությունը մեզ հնարավորություն չի տալիս իրար հետ հանդիպելու եւ ընկերություն անելու։ Այդպիսի մի գիտական անեկդոտ կա, Եվրոպայում տենց GRC կոչվող կառույցներ կան, որոնք հենց կոչված են դրան, հասարակությունից վերցնել խնդիրներ մարսել տալ գիտնականներին եւ գիտնականներից այդ բացահայտումները վերցնել մարսել տալ հասարակությանը։ Եվ այնտեղից հյուր ունենք, ինքը անեկդոտ պատմեց, ասեց X գիտնականներին, X պետությունում ասում են ինչքան փող ուզում եք, ինչքան ժամանակ ուզում եք, ինչ սարք ուզում եք տալիս ենք, այս երևույթը հետազոտեք, բայց եկեք արդյունքի։ Անցնում են տարիներ եւ գիտնականների վերջնական եզրակացությունը այն է լինում, որ եզրակացություն անելու համար պետք են եւս ավելի խորը հետազոտություններ։ Այնպես որ շատ հաճախ նաեւ պատկան մարմինների եւ գիտնականների միջեւ այդ խնդիրները մենք ունենում ենք։ Հիմա փորձում են դա անել, բայց ֆինանսները եւ առաջնահերթությունները դրված եւ առաջադրված խնդիրները էլի իրար հետ հավասարակշռության մեջ չեն։ Շատ հաճախ նաեւ խնդիրը ձևավորողը պատկան մարմնում հետո փոխվում է եւ դու չես կարողանում գտնել, բայց քո բացահայտումները ով պետքա իրականություն դարձնի։ Էլի գալիս ենք այդ ինստիտուցիոնալ հիշողության բացակայության մասին, որովհետեւ գիտության մեջ պարզ է։ Դու հետազոտությունը արեցիր, քո գիրքը հոդվածը տպեցիր, վերջ, ինքը դարեդար մնաց։ Այս մասում փոփոխականները շատ են եւ շատ դժվար է այս բացահայտումները բերել եւ ճիշտ ժամանակին ճիշտ փազլի մեջ տեղավորել։ Դա միայն Հայաստանում չի, շատ տեղերում է ուղղակի մեխանիզմներ եւ օղակներ են ստեղծվում այդ պետպատվերի ձևավորման, մասնավոր սեկտորի ձևավորման առումով եւ երբ որ դու ունենում ես մրցակցային հասարակություն, որտեղ միայն գինը չի շարժիչ ուժը, այլ որակն է շարժիչ ուժը եւ մնացած բոլոր կոմպոնենտները, դու նաեւ օրինակ մասնավորից ես կարողանում պատվերներ ստանալ։ Օրինակ, հա, գնում ես ասում ես, այս կարող եմ ձեր արոտավայրերը այնպես սխեմաներ մշակել, որ դուք միավոր մակերեսից ավելի շատ արտադրանք կստանա։ Հիմա եթե դու մրցունակ հասարակությունում ես, քեզ պետք է ասեն, վա ինչ լավ է, որ ես մրցեմ։ Մյուսները կասի մեր կողմերը սենց էլ են գտվում, երբ որ դու մրցակից չունես։ Գիտական արդյունքը այդքան պետքական չի։ Եվ ունենք նաև վարկանիշի հարց։ Մենք սիրում ենք, որ մեզ դրսից գան, ասեն, որ նա ճիշտ է, մենք չենք սիրում մեր գիտնականի, մեր փորձագետի, հա, մենք պատրաստ ենք վարձենք փորձագետ շատ մեծ ֆինանսներով այլ երկրից, որը գալիս է էլի վերցնում է մեր հետազոտությունները գեղեցիկ ձևով մատուցում։ Կարևորը դրսից է։ Բայց կարևորը դրսից։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Ես միշտ երեխաների հետ կապված հետազոտություններն եմ ծանր տանում եւ բարդ, որովհետեւ համարում եմ, որ մեծերը պարտավորություն ունեն փոքրերի նկատմամբ եւ իրանք իրոք խոցելի խումբ են եւ կարիք ունեն հոգացության, ոչ թե ձևանելու, որ հոգացություն ունենք պետության, ընտանիքի, հասարակության եւ մնացած հարցերով։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Ծնողներս առաջի հերթին, քույրս, միջև հիմա մեծ ազդեցություն իմ կյանքում եւ իհարկե հասարակությունը, որը կա, տատիկս 40 տարվա մանկավարժ էր, ասում էր, որ
մարդը միջավայրի արդյունք է նաև։ Եվ իհարկե իմ գիտական ղեկավարը, եթե մասնագիտական դաշտ մտնենք, ապա պրոֆեսոր Սաղաթելյանը, որը օրինակ է, թե ոնց կարող է 93 թվականի այն ցուրտ ու մութ եւ պատերազմական տարիներին ստեղծի գիտական կենտրոն, որը մինչ օրս աշխատում է եւ շատ հաճախ այդ օրինակը ուժ է տվել նաեւ մեր այս օրերի պատերազմներին, որ մենք իրավունք չունենք ուղղակի թևաթափ լինելու։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Բացարձակ ոչ մի բան, որովհետեւ այն ինչ որ այսօր ունեմ, եթե հանկարծ այնտեղ մի բան փոխվեր, հանկարծ կարողա փոխվեր այսօրվա ինչ որ մի իրականություն։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Չեմ կարող ասել։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Որ շատ հաճախ ուղամիտ եմ եւ ամեն ինչ ուղիղ ասում եմ։ Երբեմն չկարելի բաներ եմ ասում, որ չի կարելի դա արտահայտել, եթե դու ղեկավար ես։ Պետք է այդպես չլինի, բայց ես անում եմ։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Սիրելի գիրքը կյանքի տարբեր փուլերում տարբեր է լինում, չէ՞, ինձ թվում, հա, բայց երևի շաբլոն բան կասեմ, հա, Էքզյուպերի Փոքրիկ իշխանը միշտ ընթերցում եմ, այս վերջերս է տղայիս հետ ընթերցեցինք, շատ մեծական գիրք է իրականում փոքրերի գիրք չի, բայց ես շատ ուզում եմ, որ ոնց ես եմ տարբեր տարիքներին կարդացել, տենց էլ տղաս կարդա, որովհետև այդտեղ հետաքրքիր բաներ կան, որը որ միշտ պետքա կյանքում տանել իր հետ։ Ֆիլմը շատ չեմ սիրում, ինձ ճանաչողները գիտեն, որ ոչ վերնագիր եմ հիշում, ոչ դերասան եմ հիշում, ոչ մի բան, բայց մի հետաքրքիր ֆիլմ կար, որտեղ Դենիրոն էր կարծեմ խաղում են տարիներին շատ մոդա էր այդ ֆիլմերը։ Մեկը տեսնում է, որ վազում է ինչ որ մեկի հետևից, որ իրան պարտք ունի, փողի, կանչում ասում է, ինչ ես էլի հետևից վազում, ասում է, դե պարտք է $20, քանի ամսը, ասում է, գործ չունես, այդ $20 որ տա, ինքը քեզանից հետո անդադ էլի ուզելու է, թողը տենց քեզանից միշտ փախնի։ Իմ համար շատ հետաքրքիր էր ֆիլմի այդ հատվածը, որովհետև տենց Էվրիկայի նման էր ու կինո չսիրելով հիշում եմ այդ կադրը միջև հիմա։ Երաժշտական կատարումը ես ջազի սիրահար եմ, նվագում եմ կլասիկա, բայց սիրում եմ լսել ջազ եւ երևի որ ասում են երկու երնեք չի լինում, իմ համար երկու երնեկը Մալխասն է, որը նվագում է Արնո Բաբաջանյան։ Այդ ստեղծագործությունները կարող եմ անվերջ լսել եւ տղայիս անունն էլ Արնո դրա համար։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։